Զարմանալի է, թե ինչքան ջերմություն կարող է պարունակել մի պարզ ուտեստ։ Կարմիր ոսպով ապուրը հենց այդպիսին է, հագեցնող ու անչափ համեղ։ Երկարատև պատրաստման կարիք էլ չկա։ Մի քանի հիմնական բաղադրիչ, մի փոքր սեր և կես ժամ անց համեղ ապուրը պատրաստ է։ Սիրում եմ այս ապուրը պատրաստել հատկապես ցուրտ, անձրևոտ օրերին։ Շատ համեղ է, անպայման փորձեք։ 300 գրամ կարմիր ոսպը մի քանի անգամ լավ լվանում ենք, մինչև ջուրը դառնա թափանցիկ։ Կարմիր ոսպը եփվում է շատ արագ, մոտ 15-ից 20 րոպեում։ Եթե կարտոֆիլը պատրաստ է, ուրեմն կարելի է ապուրը մատուցել։ Ի տարբերություն կարմիր ոսպի, կանաչ ոսպը ավելի դիմացկուն է և եփվում է ավելի երկար՝ 30-ից 40 րոպեում, ինչն էլ այն դարձնում է իդեալական աղցանների, ուտեստների համար, որտեղ կարևոր է, որ հատիկները չփշրվեն։ Եփվելուց հետո կարմիր ոսպը դառնում է փափուկ և գրեթե վերածվում է պյուրեի, մինչդեռ կանաչը պահպանում է իր ձևն ու կառուցվածքը։ Ապուրի համար մանր կտրատում ենք 1 մեծ կարմիր գլուխ զող և 1 մեծ կարտոֆիլ։ Եթե ձեր ձեռքի տակ կարտոֆիլը մանր է, կարող եք վերցնել 2-ը կամ 3-ը։ Ապուրին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք նաև համեմ։ Ոսպով ապուրը մենք կպատրաստենք հետաքրքիր համային երանգներով և կմատուցենք թարմ կիտրոնով։ Կաթսայի մեջ լցնում ենք մի փոքր բուսայուղ, զողը տապակում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնա։ Սիրելիներս, ինչպես տեսնում եք, ապուրը պատրաստում ենք բացառապես բուսական մթերքներով և այն շատ հանգիստ կարելի է պատրաստել մեծ պահքի ընթացքում։ Կանաչ ոսպով և տավարի մսով պատրաստվող ապուրի մի հրաշալի բաղադրատոմս կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք դիտել։ Անմիջապես սոխյարի մեջ ավելացնում ենք աղացած համեմի սերմ, քիմիոն և սև պղպեղ։ Համեմի սերմը և քիմիոնը այս ապուրին յուրահատուկ տարբերվող համ է հաղորդում։ Ցանկության դեպքում կարող եք օգտագործել գազար և չորացրած կանաչիներ, ինչպիսիք են ծիտրոնը և ռեհանը։ Այս փուլում ավելացնում ենք կարմիր ոսպը, կարտոֆիլը և 2,5 լիտր եռման ջուր։ Ապուրը եփում ենք ընդամենը 20 րոպե։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, մի մոռացեք բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք բազմաթիվ հետաքրքիր և տարբերվող բաղադրատոմսեր։ Վերջում ավելացնում ենք աղացած կարմիր պղպեղ, աղես ճաշակի և թարմ կանաչի։ Եվս 1 րոպե և ոսպով ապուրը կարելի է մատուցել։ Այս ապուրին յուրահատուկ համային երանգ է հաղորդում թարմ կիտրոնի հյութը։ Անպայման փորձեք հենց այս տարբերակով։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ կարմիր ոսպով պատրաստվող պահքի այսպիսի հրաշալի ապուրի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։